Բարև ձեզ հետ Էման է, հրավիրում եմ լսել իմ ալիքի կյանքից վերցվածի նոր հեղինակային պատմությունը։ Իմ դուստրը նստած էր շանխրճիթում շղթայով կապված։ Ես սա տեսա իմ սեփական աչքերով եւ գրեթե ուշագնաց եղա հենց այնտեղ, նրա սեփական տամբակում։ Ես 63 տարեկան եմ։ Իմ ծնկները հիվանդ են, ճնշումս 200-ի շուրջ։ Բայց ես բարձրացա 2 մետրանոց ցանկապատի վրայով, որովհետև մայրական սիրտը չի ճանաչում անհնար բառը։ Եվ երբ փեսասը դուրս եկավ պատշգամբ սուրճի բաժակով եւ ասաց. «Մի կպիր Շանե զոնքաչ», նա պատժված է։ Իմ ներսում ինչ-որ բան սեղմվեց։ Ես հասկացա մի բան. այսօր մեզանից մեկը այստեղից դուրս չի գա, եւ դա հաստատ ես չեմ լինի։ Մինչև շարունակենք, գրեք մեկնաբանություններում, որ քաղաքից եւ երկրից եք մեզ նայում, եւ ինչի եք պատրաստ ձեր երեխաների համար։ Իսկ հիմա լսեք։ Հասմիկը իջած էր ծնկի վրա եւ փորում էր մոլախոտերը, երբ հին խալաթի գրպանում թրթրաց հեռախոսը։ Հունիսյան արևը այրում էր մեջքը։ Ռադիոն շշնջում էր վաղվա եղանակի կանխատեսումը, իսկ ձեռքերը մինչև արմունք հողով էին պատված։ Սովորական օր գյուղում, ինչպես վերջին տարիներին եղել էին հարյուրավոր։ Նա նույնիսկ անմիջապես չձգվեց հեռախոսի հետևից, որովհետև որոշեց նախ ավարտել շարքը։ Ինչ տարբերություն, թե ով է զանգում կամ գրում, կսպասի։ Բայց հեռախոսը թրթրաց նորից։ Եվ էլի մեկ անգամ։ 3 հաղորդագրություն անընդմեջ, մի քանի վայրկյան ընդմիջումով։ Հասմիկը խոժոռվեց, ձեռքերը սրբեց խալաթին եւ հանեց 2 տարի առաջ տարեդարձին նվիրած հին սմարթֆոնը։ Էկրանը ցույց էր տալիս անծանոթ համար։ Նա բացեց հաղորդագրությունը եւ զգաց, թե ինչպես սիրտը բաց թողեց հարվածը։ Առաջին հաղորդագրությունը բաղկացած էր միայն մեկ բառից՝ մայրիկ։ Երկրորդը գրված էր սխալներով, շտապողաբար։ Ես թաքարդում եմ։ Երրորդ հաղորդագրությունը կիսատ էր մնացել։ Արի։ Եվ ամեն ինչ։ Լռություն։ Այլևս ոչինչ։ Հասմիկը 3 անգամ վերանայեց հաղորդագրությունը։ Համարը անծանոթ էր, բայց մայրիկ բառը գրված էր հենց այնպես, ինչպես միշտ գրում էր Անին։ Փոքրատառով, առանց կետադրության, կարծես արտաշնչում։ 20 տարվա նամակագրությունը սովորեցրել էր Հասմիկին ճանաչել դստեր մեկ բառով։ Սա նա էր, սա հաստատ նա էր։ Մատները ինքնաբերաբար սեղմեցին զանգի կոճակը։ Գուտ, երկրորդ, երրորդ, հետո կտրուկ ձայն։ Եվ խողովակի ծայրին մանկական ձայնը արտասանեց միայն մեկ բառ՝ տատիկ։ Սա Նարեկն էր, նրա 8-ամյա թոռը։ Ձայնը հնչում էր վախեցած, խլացված, կարծես տղան թաքնվել էր ինչ-որտեղ եւ վախենում էր, որ կլսեն իրեն։ Հասմիկը բացեց բերանը, պատասխանելու համար, բայց խողովակում լսվեց սուր ձայն, հարվածի նման, հետո ճիչ, եւ կապը ընդհատվեց։ Հասմիկը կանգնած էր հեռախոսը ձեռքին եւ նայում էր մարող էկրանին։ Արևը դեռ փայլում էր, ռադիոն դեռ շշնջում էր հակացիկլոնի եւ 25 աստիճան ջերմության մասին, իսկ իր շուրջը աշխարհը նոր էր կիսվել 2 մասի։ Նա նորից հավաքեց համարը, անհասանելի, դարձյալ անհասանելի։ Նա գրեց հաղորդագրություն. Անի, ինչ է պատահել։ Հաղորդագրությունը մնաց չկարդացված։ Այդ ժամանակ նա զանգեց դստեր սովորական համարին, այն համարին, որը գիտեր անգիր։ Մեխանիկական ձայնը հայտնեց, որ բաժանորդը գտնվում է ցանցից դուրս։ Հասմիկը փորձեց էլի, նույն արդյունքը։ Հետո զանգեց փեսային, Տիգրանին եւ լսեց կարճ կուդեր, որոնք նշանակում էին, որ իր համարը սև ցուցակում է։ Սա նա գիտեր վաղուց։ Տիգրանն արգելափակել էր իրեն 1.5 տարի առաջ, այն բանից հետո, երբ նա համարձակվել էր նրան դիտողություն անել հյուրերի ներկայությամբ։ Հասմիկը դանդաղ իջավ փայտե նստարանին, ցանկապատի մոտ, եւ ստիպեց իրեն շնչել։ Ներշնչում 4 հաշվով, արտաշնչում 4 հաշվով, ինչպես սովորեցրել էր բժիշկը սրտի կաթվածից հետո 3 տարի առաջ։ Հնարավոր չէ խուճապի մատնվել, պետք է մտածել, պետք է հիշել ամեն ինչ, ինչ գիտի, եւ հասկանալ, թե ինչ է կատարվում։ Վերջին անգամ նա տեսել էր Անին 3 ամիս առաջ։ Դուստրը եկել էր գյուղ մենակ, առանց ամուսնու եւ որդու, եւ մնացել էր ընդամենը 2 ժամ։ Ասել էր, որ Տիգրանը թույլ է տվել նրան մի փոքր գալ, որովհետև ուներ կարևոր հանդիպում եւ չէր ուզում, որ կինը խանգարի ոտքերի տակ։ Հասմիկը այդ ժամանակ լուր էր մնացել, թեև այդ խոսքերը կտրել էին նրան դանակի պես։ Թույլ է տվել, կարծես Անին չլիներ 35-ամյա չափահասկին, այլ շուն, շղթայով։
Այդ այցելության ժամանակ Անին ավելի նիհար էր սովորականից եւ շարժվում էր ինչ-որ տարօրինակ, զգուշորեն, կարծես ամբողջ մարմինը ցավում էր։ Դաստակի կապտուկի մասին հարցին պատասխանել էր, որ ընկել է աստիճանների վրա։ Աշխատանքի մասին ասել էր, որ աշխատանքից ազատվել է, որովհետև Տիգրանը լավ է վաստակում եւ չի ուզում, որ կինը հոգնի։ Նարեկի մասին ասում էին, որ տղան ամբողջովին կենտրոնացած է դասերի վրա, եւ հայրը կարծում էր, թե տատիկի հաճախակի այցելությունները շեղում են նրան ուսումից։ Հասմիկը լսում էր այս ամենը եւ զգում, թե ինչպես ներսում բարձրանում է սառը ալիք, ճանաչման։ Նա այդ զգացումը շատ լավ գիտեր։ Տարիներ առաջ ինքը նույնպես անցել էր նման ճանապարհով։ Նրա հանգուցյալ ամուսինը Հովանեսը սկզբում շրջապատում էր նրան ուշադրությամբ ու քաղցր խոսքերով, բայց ժամանակի ընթացքում այդ ուշադրությունը վերածվեց սահմանափակումների։ Նա չէր ցանկանում, որ Հասմիկը շատ շփվի ընկերների կամ ընտանիքի հետ։ Համոզում էր, որ աշխատանքը անիմաստ է, քանի որ ինքը կարող է ապահովել ամեն ինչ։ Հասմիկը երկար տարիներ ապրել էր այդ փակ շրջանակում, համոզելով իրեն, որ այդպես է պետք, որ ընտանիքը պետք է պահպանել։ Երբ Հովանեսը մահացավ, նա զգաց միայն մեկ բան՝ թեթևացում։ Եվ հիմա, տարիներ անց, նա տեսնում էր, որ իր դուստրը Անին հայտնվել է նույն իրավիճակում։ Սկզբից ի վեր Հասմիկը նկատել էր, թե ինչպես է Տիգրանը աստիճանաբար ավելի ու ավելի վերահսկում Անիի կյանքը, բայց նա լռում էր վախենալով, որ միջամտությունը կարող է դուստրը հեռացնել իրենից։ Եվ ահա այդ լռությունը հանգեցրել էր նրան, որ մի օր Հասմիկը ստացավ հաղորդագրություն. «Ես փակված եմ»։ Այդ պահին նա հասկացավ, որ ժամանակն է գործելու։ Նա հանգիստ հագավ մաքուր հագուստ, վերցրեց պայուսակը, ստուգեց փաստաթղթերը եւ մեքենայի բանալիները։ Հետո բացեց կոմոդի ստորին դարակը եւ հանեց թղթապանակը, որը հավաքել էր վերջին 3 տարիների ընթացքում։ Այդ թղթապանակում կային տրավմպունկտից վերցված տեղեկանքներ, որոնք Հասմիկը գաղտնի վերցրել էր, երբ Անին գալիս էր հյուր, հերթական կապտուկով կամ ցավով։ Բժիշկները ֆիքսել էին վնասվածքները։ Անին ստորագրել էր հրաժարում հայտարարությունից, իսկ Հասմիկը հետո զանգել էր ծանոթ բուժքրոջ եւ խնդրել էր պատճենները։ Այնտեղ էին նաև Անիի ուշ երեկոներին ուղարկած ձայնային հաղորդագրությունների տպագրությունները, երբ նա լաց էր լինում եւ բողոքում կյանքից։ Առավոտյան խնդրում էր ջնջել եւ մոռանալ։ Հասմիկը չէր ջնջում եւ չէր մոռանում։ Նա պահպանում էր յուրաքանչյուր բառը։ Դեռ թղթապանակում կար Անիի բանկային հաշվի քաղվածքը, որը Հասմիկը ստացել էր ծանոթի միջոցով բանկում 1 տարի առաջ։ Քաղվածքը ցույց էր տալիս, որ հաշվի բոլոր գումարները փոխանցվել են Տիգրանի հաշվին, իսկ հաշիվն ինքնին փակվել է։ Անին մնացել էր առանց 1 կոպեկի սեփական գումարի, առանց աշխատանքի, առանց խնայողությունների, առանց հեռանալու հնարավորության։ Հասմիկը դրեց թղթապանակը պայուսակի մեջ եւ դուրս եկավ տնից։ Նա նստեց իր հին լադայի մեջ, որը ծառայել էր հավատարմորեն արդեն 12 տարի, եւ միացրեց շարժիչը։ Մինչև քաղաքը 80 կիլոմետր մայրուղով եւ էլի 20 կիլոմետր քաղաքային փողոցներով մինչև շրջան, որտեղ ապրում էր Անին ամուսնու եւ որդու հետ։ 2 ժամ ճանապարհ, եթե առանց խցանումների։ Ճանապարհին Հասմիկը կատարեց 1 զանգ։ Նա զանգեց նախկին աշակերտուհուն, ով աշխատում էր տեղական հեռուստաալիքում որպես լրագրող։ 20 տարի առաջ Հասմիկը դասավանդում էր հայոց լեզու եւ գրականություն դպրոցում, եւ շատ աշակերտներ մինչ օրս կապի մեջ էին նրա հետ։ Մարիամը, ով այժմ վարում էր քրեական քրոնիկը, անմիջապես պատասխանեց եւ լուր լսեց Հասմիկի խառնաշփոթ պատմությունը։ Հետո ասաց, որ կզանգի 10 րոպե հետո։ 8 րոպե հետո նա զանգեց եւ ասաց, որ կդիմավորի Հասմիկին դստեր տան մոտ, ոստիկանության հետ միասին։ Նրա մոտ իր աղբյուրներն էին իրավապահ մարմիններում, եւ նա գիտեր, թե ինչպես արագ լուծել նման հարցեր։ Հասմիկը վարում էր մայրուղով եւ ղեկին նրա ձեռքերը գրեթե չէին դողում։ Վախը իհարկե կար։ Վախը ոչ միտեղ չէր գնացել, բայց վախից ավելի ուժեղ էր զայրույթը։ Սառը, հանգիստ, բազմամյա զայրույթ իր վրա, այն բանի համար, որ այդքան երկար լուր էր մնացել, որ թույլ էր տվել, որ սա պատահի, որ չէր փրկել դստերը այս ամուսնությունից 3 տարի առաջ, երբ դեռ ուշ չէր։ Նա մտածում էր Նարեկի մասին, թորան ձայնի մասին հեռախոսի խողովակում։ Տղան 8 տարեկան է, եւ նա արդեն սովորել է վախենալ։ Նա գաղտագողի վերցրել է հեռախոսը եւ տվել մորը,
որպեսզի նա կարողանա օգնություն կանչել։ Իսկ հետո ինչ-որ մեկը հարվածել է նրան, կամ այնքան վախեցրել, որ կապը ընդհատվել է։ 8 տարեկան։ Իր թոռը 8 տարեկան է, եւ նա արդեն գիտի, թե ինչ է հայրիկի առջև վախը, ինչպես ինքը ժամանակին գիտեր ամուսնու առջև վախը։ Ինչպես Անին ժամանակին գիտեր հայրիկի առջև վախը, թեև Հասմիկը ողջ կյանքում համոզում էր իրեն, որ ոչինչ չի նկատել։ Երեխաները միշտ ամեն ինչ նկատում են։ Հասմիկը սա հասկացել էր չափազանց ուշ։ Նա մտածում էր, որ պաշտպանում է դստերը, մնալով Հովանեսի հետ ամուսնության մեջ, իսկ իրականում ցույց էր տալիս նրան, որ բռնությունը նորմա է, որ կինը պետք է դիմանա, որ տղամարդը իրավունք ունի տիրապետելու կնոջը որպես սեփականություն։ Եվ Անին գիրազանց սովորել էր այդ դասը, գտել էր իրեն նման ամուսին և կրկնել էր մոր ճանապարհը։ Բայց այսօր այդ ճանապարհն ավարտվելու է։ Հասմիկը նայում էր ճանապարհին և գիտեր դա բացարձակ վստահությամբ։ Այսօր նա անելու է այն, ինչի համար 30 տարի առաջ բավարար քաջություն չի ունեցել։ Նա դուրս է քաշելու իր դստերը դժոխքից, նույնիսկ եթե դրա համար ստիպված լինի ձեռքերով աղյուս առ աղյուս քանդել այդ դժոխքը։ Մինչև քաղաքը մնացել էր 60 կիլոմետր, և յուրաքանչյուր կիլոմետրը մոտեցնում էր Հասմիկին այն րոպեին, երբ նա իր աչքերով տեսնելու էր այն, ինչի մասին նույնիսկ մտածել էր վախենում։ Նա դեռ չգիտեր, թե հենց ինչ է սպասվում իրեն փակ դարպասների հետևում, բայց մեկ բան գիտեր, հետ չի դառնա, ինչ էլ որ լինի այնտեղ։ Հասմիկը կանգնեցրեց մեքենան պահանջվող հասցեից 2 տուն առաջ և անջատեց շարժիչը։ Ձեռքերը դեռ դողում էին, թեև նա փորձում էր համոզել իրեն հակառակը։ Փողոցը թվում էր խաղաղ և բարեկեցիկ, ինչպես պետք է լինի քաղաքի պատշաճ շրջանում։ Կոկիկ ցանկապատեր, կտրված թփեր, թանկարժեք մեքենաներ դարպասների մոտ։ Տիգրանի և Անիի տունը կանգնած էր անկյունից երրորդը և ոչինչով չէր տարբերվում հարևաններից։ Կարմիր տուֆից երկհարկանի կոթեջ, մետաղական պրոֆիլից բարձր ցանկապատ, դարբնոցային դարպասներով և վիդեոդոմոֆոնով։ Արտաքինից ամեն ինչ թվում էր պատշաճ և նույնիսկ գեղեցիկ։ Կատարյալ ընտանեկան բույն։ Մարիամը դեռ չէր եկել։ Հասմիկը նայեց ժամացույցին և հասկացավ, որ պայմանավորված ժամից մնացել է 20 րոպե։ 20 րոպե սպասում, մինչդեռ այդ գեղեցիկ ցանկապատի հետևում ինչ-որտեղ իր դուստրը անհայտ վիճակում սպասում է օգնության։ 20 րոպե, որոնց ընթացքում կարող է պատահել ամեն ինչ։ Հասմիկը մեքենայում նստած էր ճիշտ 3 րոպե, հետո բացեց դուռը և դուրս եկավ մայթին։ Նա չէր կարող սպասել, ֆիզիկապես չէր կարող նստել և նայել այդ ցանկապատին, իմանալով, որ այնտեղ ներսում կատարվում է ինչ-որ սարսափելի բան։ Նա ասաց իրեն, որ պարզապես կմոտենա և կզանգի դոմոֆոնին։ Պարզապես կստուգի, կբացեն իրեն, պարզապես կհամոզվի, որ բոլորը ողջ են։ Իսկ հետո կգա ոստիկանությունը և ամեն ինչ կլուծվի օրենքով։ Նա մոտեցավ դարպասներին և սեղմեց կանչի կոճակը։ Դոմոֆոնի էկրանը վառվեց, բայց ոչ ոք չպատասխանեց։ Հասմիկը սպասեց 1 րոպե և նորից սեղմեց։ Նույն արդյունքը։ Այդ ժամանակ նա շրջանցեց ցանկապատը աջ կողմից, որտեղ մետաղական պրոֆիլը կից էր հարևանի հողամասին։ Այնտեղ կար փոքրիկ ճեղք թերթերի միջև, և Հասմիկը աչքը դրեց դրան, փորձելով տեսնել բակը։ Նա տեսավ տան անկյունը, պատշգամբի մի մասը և էլ ինչ-որ բան, ինչը սկզբում չհասկացավ։ Ինչ-որ փայտե կառույց հողամասի հեռավոր եզրին, պահեստի կողքին։ Հասմիկը հեռացավ ցանկապատից և նայեց վերև։ Մետաղական պրոֆիլը մոտ 2 մետր բարձրություն ուներ, իսկ վերևում գնում էին դեկորատիվ սուր ծայրեր, գեղեցկության և գողերից պաշտպանության համար։ 63 տարեկան, հիվանդ ծնկներ, ճնշում և շնչառության պակաս 3-րդ հարկ բարձրանալիս։ Նա հասկանում էր, որ սա խենթություն է, բայց ոտքերը արդեն տանում էին նրան ցանկապատի երկայնքով, դեպի այն տեղը, որտեղ աճում էր հին սոսի։ Եվ մեկ ճյուղը կախված էր օտար տարածքի վրա։ Նա բարձրացավ ծառի վրա, ինչպես մանկության տարիներին, երբ բարձրանում էր տատիկի այգու խնձորենիների վրա։ Գեղևը քերծում էր ափերը, կիսաշրջազգեստը վեր էր քաշվել և պատռվել էր ճյուղից, ծնկները ցավով էին արձագանքում յուրաքանչյուր շարժմանը։ Բայց Հասմիկը բարձրանում էր, առանց ուշադրություն դարձնելու ոչինչի։ Հասավ հաստ ճյուղին, որը ձգվում էր դեպի ցանկապատը, սողաց դրա վրայով փորով և գլորվեց մյուս կողմ, ընկնելով վարդերի ծաղկե մահճակալի վրա։ Սուր փուշերը խրվեցին ձեռքերի մեջ։
Արմունկը պայթեց ցավից, հարվածից գետնին, բայց Հասմիկն արդեն ներսում էր։ Նա կանգնեց, փոշին թափթվեց եւ շուրջը նայեց։ Բակը դատարկ եւ լուռ էր։ Տունը լռում էր, պատուհանները փակ, վարագույրները քաշված։ Փողոցից լսվեց անցնող մեքենայի ձայն, ուրիշ տեղ շունը հաչած եւ նորից լռություն։ Հասմիկը գնաց դեպի այդ փայտե կառույցը, որը տեսել էր ցանկապատի ճեղքից։ Յուրաքանչյուր քայլով այն ավելի պարզ էր դառնում, եւ յուրաքանչյուր քայլով Հասմիկը ավելի քիչ էր հասկանում, թե ինչ է տեսնում։ Դա շան խրճիթ էր, մեծ, ամուր, հաստ տախտակներից խփված եւ հին լինոլեյումի կտորով ծածկված տանիքի փոխարեն։ Կողքին կանգնած էր ջրի ամանը, դատարկ եւ փոշոտ։ Խրճիթից մինչև գետնին խփված մետաղական ձողը ձգվում էր շղթա։ Սովորական շան շղթա, ինչպիսիք վաճառվում են ցանկացած խանութում։ Միայն թե Անին եւ Տիգրանը երբեք շուն չեն ունեցել։ Հասմիկը դա հաստատ գիտեր։ Փեսան չէր կարողանում հանդուրժել կենդանիներին եւ չէր թույլ տալիս նույնիսկ կատու պահել։ Հասմիկը մոտեցավ ավելի մոտ եւ տեսավ, որ խրճիթում ինչ-որ մեկը կա։ Սկզբում մտածեց, որ թվացել է, որ դա կտորի կույտ է կամ հին վերմակ։ Բայց հետո կույտը շարժվեց եւ խավարից Հասմիկին նայեցին մարդկային աչքեր։ Հասմիկը ընկավ ծնկի վրա ուղիղ ցեխի մեջ։ Նա նայում էր իր դստերը եւ չէր ճանաչում նրան։ Անին նստած էր խրճիթում, գծկված էմբրիոնի դիրքով եւ նայում էր մորը դատարկ, ոչինչ չարտահայտող հայացքով։ Նրա վրա կար կեղտոտ գիշերազգեստ, ժամանակին սպիտակ, իսկ հիմա մոխրագույն շագանակագույն կեղտից։ Մազերը խճիճված էին, դեմքը նիհարել եւ դեղնել էր, իսկ պարանոցին կապված էր շան օձիք, իսկական, կաշվե, մետաղական շղթայով։ Եվ այդ օձիքից դեպի գետնի ձողը ձգվում էր նույն շղթան։ Հասմիկը ձեռքը մեկնեց եւ դիպավ դստերայտին։ Մաշկը սառը եւ խոնավ էր, չնայած հունիսյան շոգին։ Անին ցնցվեց, հետ քաշվեց եւ գլխով հարվածեց խրճիթի պատին։ Նրա աչքերում փայլեց ինչ-որ բան, նման ճանաչման, եւ շուրթերը շարժվեցին, փորձելով արտասանել բառը։ Հասմիկը ավելի մոտ խոնարհվեց լսելու համար։ Անին շշնջում էր այնքան խորը, որ բառերը հազիվ էին տարբերվում։ Նա ասում էր. «Գնա»։ Կրկին ու կրկին, ինչպես կպած սկավառակ։ «Գնա, մամ, գնա»։ Նա Նարեկին կտանի։ «Գնա, քանի դեռ ուշ չէ»։ Նա քեզ կսպանի։ «Գնա»։ Հասմիկը փորձեց բացել օձիքը, բայց մատները չէին հնազանդվում։ Ճարմանդը կոշտ եւ ժանգոտ էր, իսկ ձեռքերը այնքան էին դողում, որ նա չէր կարողանում հաղթահարել պարզ մեխանիզմը։ Նա քաշում էր, ձգվում, փորձում էր պոկել այդ անիծյալ բանը դստեր պարանոցից եւ չէր կարողանում։ Արդյունքները խցանում էին աչքերը, իսկ գլխում միայն մեկ միտք էր. Սա իր դուստերն է, իր աղջիկը, Իրանին, ում նա 35 տարի առաջ բերել էր ծննդատնից, ում սովորեցրել էր քայլել եւ խոսել, ում տարել էր առաջին դասարան եւ ավարտական երեկույթի, ում բերել էր ձեռքից այս անիծյալ հարսանիքին։ Իր դուստրը նստած է շան խրճիթում, շղթայով, ինչպես կենքանի։ Բացվող դրան ձայնը ստիպեց նրան շրջվել։ Պաչկամբ եկավ Տիգրանը։ Նա հակած էր մաքուր սպիտակ շապիկ եւ տնային տաբատ։ Ձեռքին պահում էր սուրճի բաժակ, իսկ դեմքին խաղում էր թեթև ժպիտ։ Կարծես դուրս էր եկել հիանալու եղանակով սովորական ամառային օր։ Կարծես իր թիկունքում իր սեփական կինը շղթայով չէր նստած։ Տիգրանը կում արեց սուրճից եւ նայեց Հասմիկին վերևից ներքև։ Հաջողակ ձեռներ կատեր, օրինակելի ամուսին եւ հայր։ Այդպես էին ասում բոլորը, ովքեր չգիտեին ճշմարտությունը։ Նա իջավ պաչկամբից եւ դանդաղ գնաց դեպի Հասմիկը։ Քայլվածքը հանգիստ եւ վստահ էր, ինչպես մարդու, ով լիովին վերահսկում է իրավիճակը։ Նա կանգնարավ խրճիթից 3 քայլ հեռավորության վրա եւ գլուխը թափահարեց կեղծի ասթափությամբ, կարծես հաշմանդամ երեխային էր հաշվեհաշիվանում։ Տիգրանը խոսեց հանգիստ, գրեթե բարեկամական տոնով։ Նա ասաց, որ չի հիշում, թե հրավիրել է զոնքանչին հյուր, ասաց, որ օտար տարածքներ խուժելը քրեական հոդված է,
եւ ինքը լիակատար իրավունք ունի ոստիկանություն կանչելու։ Ասաց, որ չի հասկանում, թե ինչու է Հասմիկը կանգնած ծնկի վրա ցեխի մեջ շանխրճիթի մոտ, փոխանակ դրանը զանգելու, ինչպես նորմալ մարդը։ Հետո նայեց Անիին եւ ժպիտը նրա դեմքին ավելի լայնացավ։ Նա ասաց. «Մի կպիր շանը զոնքանչ»։ Ասաց, որ նա պատժված է, ասաց, որ ձայն է տվել առանց թույլտվության եւ հիմա պետք է նստի եւ մտածի իր վարքի մասին։ Նա ասում էր դա նույն հանգիստ բարեկամական տոնով, որով խոսում են եղանակի կամ բենզինի գների մասին։ Կարծես նրա խոսքերում ոչինչ անորմալ չլիներ։ Կարծես կնոջը շղթայով շանխրճիթում պահելը սովորական ընտանեկան գործ լիներ, որ ոչակի չի վերաբերում։ Հասմիկը դանդաղ բարձրացավ ծնկներից։ Ոտքերը թմրել էին եւ չէին ուզում հնազանդվել։ Ցեխը կպել էր կիսաշրջած գեստին եւ գուլպաներին։ Ձեռքերը քերծված էին վարդերի փուշերից։ Նա կանգնած էր Փեսայի առջև, ով 2 գլխով ավելի բարձր էր եւ 25 տարով ավելի երիտասարդ, եւ նայում էր նրա աչքերին, առանց հայացքը շրջելու։ Տիգրանը էլ մի կում սուրճ խմեց եւ ավելացրեց, որ սա իր տունն է, որ այստեղ ինքն է որոշում, թե ինչպես պետք է ապրի իր ընտանիքը, որ իրեն անտարբեր է, թե ինչ է մտածում զոնքանչը, ով ողջ կյանքում միշտ խառնվել է օտար գործերին, եւ որ Հասմիկին ավելի լավ է հերանալ այստեղից, քանի դեռ ինքը բարի է, եւ վերադառնալ իր վարունգների մոտ գյուղ։ Տնից դուրս վազեց Նարեկը։ Հասմիկը շրջվեց թորան կողմը, պատրաստ գրկելու եւ պաշտպանելու նրան, բայց տղան վազեց նրա կողքով եւ թաքնվեց հորթի կունքում։ Նա ամուր բռնվեց Տիգրանի շապիկից եւ նայեց տատիկին այնպիսի արտահայտությամբ, որ Հասմիկի շունչը կտրվեց։ Սա ատելություն էր, իսկական ոչ մանկական ատելություն 8-ամյա երեխայի աչքերում։ Նարեկը սկսեց գոռալ։ Նա գոռում էր, որ տատիկը վատն է եւ թող գնա։ Ինչ է ասել հայրիկը, տատիկը միշտ ստում է եւ մորը ընտանիքի դեմ է կարգավորում։ Որ մայրիկը ինքն է մեղավոր, որովհետև չի լսում հայրիկին եւ ամեն ինչ անում է չարությամբ, որ հայրիկը լավն է եւ սիրում է նրանց, իսկ մայրիկը անշնորհակալ է եւ արժանի պատժի։ Տղան գոռում էր այդ խոսքերը, խեղդվելով արդյունքներից, իսկ Տիգրանը կանգնած էր կողքին եւ գլխով շոյում էր որդուն, սիրող հոր տեսքով։ Հասմիկը լսում էր թորանը եւ լսում էր մեկ այլ երեխայի ձայն, հենց Անիի ձայնը, երբ նա մոտավորապես նույն տարիքում էր։ Անին էլ էր պաշտպանում հորը, երբ Հասմիկը մի անգամ փորձել էր հերանալ։ Նույնպես գոռում էր, որ մայրիկը վատն է եւ հայրիկը սիրում է նրան։ Նույնպես նայում էր մորը մանկական ատելությամբ, չհասկանալով, թե իրականում ինչ է կատարվում։ Եվ Հասմիկը այդ ժամանակ մնացել էր դստեր համար, ինչպես ասում էր ինքն իրեն, ընտանիքի համար, իսկ իրականում սեփական վախկոտության համար։ Տիգրանը ասաց Նարեկին, որ գնա տուն եւ խաղա իր խաղերը, ասաց, որ հայրիկը կլուծի տատիկի հարցը։ Տղան հնազանդ վազեց դեպի պատշգամբը, շրջվեց շեմին եւ ցույց տվեց Հասմիկին լեզուն։ Հետո դուռը փակվեց եւ նրանք մնացին երեքով՝ Տիգրանը, Հասմիկը եւ Անին, ով դեռ նստած էր խրճիթում եւ նայում էր գետնին դատարկ աչքերով։ Տիգրանը խմեց սուրճը մինչև վերջ եւ դրեց բաժակը պատշգամբին։ Նա ասաց, որ խոսակցությունն ավարտված է եւ Հասմիկին ժամանակն է հերանալու։ Ասաց, որ եթե նա փորձի ինչ-որ մեկին պատմել տեսածի մասին, ոչ ոք չի հավատա իրեն։ Ասաց, որ իրեն կապեր ունի ոստիկանությունում եւ վարչակազմում, եւ որ հարգված բիզնեսմենի խոսքն ավելի է կշռում, քան խելագարված ծերուհու։ Ասաց, որ Նարեկը կհաստատի ամեն ինչ, ինչ ասի հայրը, որովհետև լավ որդին միշտ հոր կողմն է։ Հասմիկը լուր շրջվեց եւ գնաց դեպի դարպասները։ Նա լսում էր, թե ինչպես է Տիգրանը ծիծաղում հետևից։ Լսում էր, թե ինչպես է ասում. «Ճիշտ է, ծերուհի, գնա քո վարունգների մոտ»։ Լսում էր, թե ինչպես է խոստանում, որ եթե նա վերադառնա, լավ չի լինի։ Նա գնում էր դեպի դարպասները եւ յուրաքանչյուր քայլ դժվարությամբ էր դրվում, որովհետև ամբողջ էությունը գոռում էր շրջվել եւ սեղմել այդ մարդու կոկորդը մերկ ձեռքերով։ Բայց Հասմիկը գիտեր, որ դա անիմաստ է։ Նա ծերկին էր հիվանդ սրտով, իսկ նա ուժեղ տղամարդ էր, ծաղկման տարիներին։ Նա կհաղթահարեր նրան մեկ ձեռքով,
Եվ հետո ոստիկանությանը կասեր, որ խելագարված զոնքաչը հարձակվել է իր վրա սեփական տանը։ Եվ իրեն կհավատային, որովհետև նմաններին միշտ հավատում են։ Հասմիկը հասավ դարպասներին և բացեց դրանք ներսից։ Նա դուրս եկավ փողոց և հետևից լսեց մոտենացող մեքենաների ձայնը։ Փաստաթղթերով թղթապանակը պայուսակում էր, որը նա չէր բաց թողնում ձեռքերից, սկսած ժամանելուց։ Երկուսն էին՝ ոստիկանության մեքենան և սպիտակ ֆուրգոնը տեղական հեռուստաալիքի լոգոյով։ Առաջին մեքենայից դուրս եկան երկու ոստիկաններ համազգեստով։ Երկրորդից դուրս եկավ Մարիամը, օպերատորի և ուսին մեծ տեսախցիկով։ Հասմիկը նայեց նրանց, հետո նայեց ձեռքերի թղթապանակին, հետո շրջվեց դեպի Փեսայի տունը։ Տիգրանը դեռ կանգնած էր բակում և նայում էր բաց դարպասների միջով այս անսպասելի հավաքին։ Ժպիտը դանդաղ իջնում էր նրա դեմքից, տեղը զիջելով շփոթությանը։ Նա ակնհայտորեն չէր սպասում, որ զոնքաչը այդքան արագ կվերադառնա, և ոչ մենակ։ Հասմիկը գնաց հետ դեպի դարպասները։ Հետևից գնում էին ոստիկանները և լրագրողուհին տեսախցիկով։ Նա լսում էր, թե ինչպես է օպերատորը ասում. «Նկարում ենք» և ինչպես է Մարիամը սկսում պատմել տեքստը ռեպորտաժի համար։ Նա տեսնում էր, թե ինչպես է Տիգրանը հետընթաց անում դեպի պատշգամբը, և նրա դեմքը աստիճանաբար մոխրագույն երանգ է ստանում։ Հիմա նա նվեր ուներ Փեսայի համար, և դա նրան շատ դուր չէր գալու։ Հասմիկը գնում էր դեպի դարպասները։ Եվ յուրաքանչյուր քայլը արձագանքում էր ամառային կեսօրվա լռության մեջ։ Փաստաթղթերը ձեռքերում թվում էր անկշիռ, թեև կշռում էր գրեթե կիլոգրամ։ Եվ յուրաքանչյուր քայլը արձագանքում էր ամառային կեսօրվա լռության մեջ։ Փաստաթղթերը ձեռքերում թվում էր անկշիռ, թեև կշռում էր գրեթե կիլոգրամ, ներսում թղթերի քանակից։ 3 տարի տեղեկատվություն հավաքել, 3 տարի գաղտնի զանգեր ծանոթ բուժքույրերին, 3 տարի պահպանված ձայնային հաղորդագրություններ և չաթերի սկրինշոթեր, 3 տարի պատրաստություն այս պահին, որի մասին Հասմիկը նույնիսկ չգիտեր, որ կգա։ Ոստիկանները գնում էին հետևից լուռ և կենտրոնացած։ Ավագը մոտ 40 տարեկան տղամարդ սպիտակացած քունքերով և հոգնած հայացքով արդեն հասցրել էր լսել Մարիամի կարճ վերապատումը իրադարձությունների մասին։ Լրագրողուհին ճանապարհին զանգել էր նրան և բացատրել իրավիճակը, օգտագործելով այն բառերը, որոնք ստիպում են համազգեստավորներին արագ գործել։ Առևանգում, կամքի դեմ պահել, կյանքին և առողջությանը սպառնալիք, հնարավոր հնչեղություն մամուլում։ Մարիամը գնում էր Հասմիկի կողքին և հանգիստ հրահանգում էր օպերատորին։ Նա ասում էր նկարել ամեն ինչ շարունակ, առանց տեսախցիկն անգամ 1 վայրկյան անջատելու։ Ասում էր կադրում պահել և կասկածյալի դեմքը, և ոստիկանների արձագանքը, և զոհի վիճակը, երբ հասնեն նրան։ Ասում էր, որ այս նյութը կգնա երեկոյան թողարկմանը, եթե հաստատվի այն, ինչ պատմել է Հասմիկը։ Տիգրանը կանգնած էր բակի մեջտեղում և նայում էր մոտենացող շքերթին, այն մարդու արտահայտությամբ, ով չի կարողանում հավատալ կատարվողին։ Նրա ձեռքերը թեթևակի դողում էին, իսկ ճակատին դուրս էին եկել քրթինքի կաթիլներ։ Չնայած արևն արդեն թեքվում էր մայրամուտին և շոգը նվազել էր, նա հայացքը տեղափոխում էր ոստիկաններից տեսախցիկի վրա, տեսախցիկից զոնքաչի վրա և աչքերում վազում էր հետապնդված գազանի խուճապը։ Երբ շքերթը մտավ բակ, Տիգրանը վերջապես ձայն հանեց։ Նա սկսեց խոսել արագ և խառնաշփոթ, ընդհանրապես ոչ այնպես, ինչպես մի քանի րոպե առաջ։ Նա ասում էր, որ սա թյուրիմացություն է, որ կինը հոգեկան անառողջ է և բուժում է անցնում, որ նա ինքն է բարձրացել այդ խրճիթը, որովհետև ունի սրացում, և թվում է, թե շուն է, որ ինքը հենց հիմա էր պատրաստվում շտապօգնություն կանչել, երբ եկել է զոնքաչը և սկսել է սկանդալ։ Ավագ ոստիկանը լսում էր այս ելույթը քարե դեմքով։ Հետո խնդրեց Տիգրանին հեռանալ կողմ և չխոչընդոտել տարածքի զննությանը։ Տիգրանը սկսեց արարկել, խոսել մասնավոր սեփականության անձեռնմխելիության և դատախազությունում իր ծանոթների մասին, բայց ոստիկանը պարզապես անցավ նրա կողքով, ուղղվելով դեպի շանխրճիթը պահեստի մոտ։ Հասմիկը տեսավ, թե ինչպես է նա կանգ առնում խրճիթից 3 քայլ հեռավորության վրա և մի քանի վայրկյան պարզապես նայում է։ Հետո շրջվեց դեպի գործընկերը և ինչ-որ բան կարճ ու սուր ասաց։ Գործընկերը գլխով արեց, հանեց հեռախոսը և սկսեց խոսել, կանչելով ուժեղացում և շտապօգնություն։
Ավագ ոստիկանը իջավ կռացած դիրքի խրճիթի առջև եւ խոսեց Անիի հետ փափուկ հանգստացնող ձայնով։ Նա ասում էր, որ ամեն ինչ ավարտված է, որ նա անվտանգ է, որ հիմա կգան բժիշկները եւ կօգնեն, որ ոչ ոք այլևս չի վնասի նրան։ Անին նայում էր նրան նույն դատարկ հայացքով, ինչ մորը, եւ չէր արձագանքում խոսքերին։ Նա չէր լաց լինում, չէր գոռում, չէր խնդրում օգնություն։ Նա պարզապես նստած էր իր խրճիթքում եւ սպասում էր, թե ինչ կլինի հետո, ինչպես հավանաբար սպասել էր շատ օրեր շարունակ։ Մարիամը մոտեցավ Հասմիկին եւ դիպավ արմունքին։ Հարցրեց, կարող է մի քանի հարց տալ ռեպորտաժի համար։ Հասմիկը գլխով արեց, թեև ձայնը դավաճանեց, եւ առաջին բարերը ստիպված եղավ կրկնել 2 անգամ։ Նա պատմեց տեսախցիկի առջև այն, ինչ գիտեր, պատմեց դստեր անհանգստացնող հաղորդագրության մասին, թե ինչպես եկավ եւ գտավ նրան այդ վիճակում, թե ինչ ասաց Փեսան, երբ փորձեց ազատել Անիին։ Պատմեց թղթերի մասին, որը հավաքել էր 3 տարի կասկածելով, որ դստեր ընտանիքում ինչ-որ բան այն չէ։ Մինչ նա խոսում էր, կրծեր ոստիկանը զբաղված էր Անիի պարանոցի օձիքով։ Ջարմանդը ժանգոտ էր եւ չէր ենթարկվում։ Ստիպված եղան կտրել ժապավենը հատուկ դանակով։ Երբ օձիքը վերջապես ընկավ գետնին, Անին արձակեց ձայն, նման հեկեկոցի, եւ ձեռքերով ծածկեց դեմքը։ Սա առաջին զգացմունքն էր, որ նա արտահայտեց մոր հայտնվելու պահից ի վեր։ Տիգրանը դեռ կանգնած էր բակի մեջտեղում եւ շարունակում էր խոսել։ Նա այլևս չէր դիմում ոստիկաններին, այլ տեսախցիկին, կարծես հույս ունենալով արդարացվել անտեսաների լսարանի առջև։ Նա ասում էր, որ սա ամեն ինչ սուտ է եւ սադրանք, որ Զոնկաչը միշտ ատել է իրեն։ Եվ կնոջը ընտանիքի դերմ է կարգավորել, որ կինը ինքն է մեղավոր ամեն ինչում, որովհետև չգիտի վարվել ինչպես նորմալ կին, որ ինքը լավ ամուսին եւ հայր է, եւ ցանկացածը, ով ճանաչում է իրեն, կհաստատի դա։ Հասմիկը լսում էր նրան եւ հիշում էր իր հանգուցյալ ամուսնուն։ Հովանեսը ճիշտ նույն խոսքերն էր ասում, երբ մի անգամ հարևանուհին ոստիկանություն էր կանչել նրանց բնակարանից հնչող ճիչերի պատճառով։ Նույն տոնով, նույն վիրավորված անմեղության արտահայտությամբ, եւ այդ ժամանակ նրան հավատացին։ Ուղղորդիչը նայեց Հասմիկին աչքի տակ կապտուկով, նայեց Հովանեսին մաքուր վերնաշապիկով եւ բարեկամական ժպիտով, եւ ասաց. «Ինքներդ կլուծեք, սա ընտանեկան գործ է»։ Հետո գնաց, եւ Հովանեսը նորից ծեծեց նրան, արդեն այն բանի համար, որ համարձակվել էր օտարների ուշադրությունը գրավել։ Բայց հիմա ամեն ինչ այլ էր։ Հիմա տեսախցիկ կար, որը ձայնագրում էր յուրաքանչյուր բառը եւ յուրաքանչյուր ժեստը։ Կար լրագրողուհի, ով գիտեր, թե ինչպես դարձնել նման պատմությունները հնչեղ։ Կար փաստաթղթեր, որոնք անհնար էր հերքել։ Եվ կար Անին, կենթանի վկայություն այն բանի, թե ինչի է ընդունակ այս մարդը մաքուր սպիտակ շապիկով։ Ավագ ոստիկանը մոտեցավ Տիգրանին եւ ասաց, որ նրան ստիպված կլինի տանել բաժանմունք, բացատրություններ տալու համար։ Տիգրանը սկսեց դիմադրել, բայց ոչ ֆիզիկապես, այլ խոսքերով։ Նա խոսում էր իր իրավունքների մասին, Զոնքանչի անօրինական ներխուժման մասին իր տարածք, որ ինքը կբողոքի ղեկավարությանը եւ կհասնի այս ոստիկանի աշխատանքից ազատմանը։ Նա ավելի բարձր եւ ագրեսիվ էր խոսում, եւ ինչ որ պահի նրա ձայնը կտրուկ բարձրացավ, եւ այդ ժամանակ Հասմիկը բացեց եւ սկսեց հանել փաստաթղթերը մեկ առ մեկ։ Նա ցույց էր տալիս ոստիկանին եւ անվանում, թե դա ինչ է։ Տեղեկանք տրավմապունկտից 2022 թվականի մարտի 23-ից, փակ գանգուղեղային վնասվածք։ Տեղեկանք 2022 թվականի հուլիսի 15-ից, 2 կողերի կոտրվածք։ Տեղեկանք 2023 թվականի հունվարի 9-ից, մարմնի վրա բազմաթիվ հեմատոմաներ։ Դեռ մեկ տեղեկանք, եւ դեռ։ 3 տարվա ընթացքում 7 տեղեկանք, եւ յուրաքանչյուրում Անին նշել էր վնասվածքի պատճառը որպես կենցաղային անհաջող պատահար։ Հետո Հասմիկը հանեց նամակագրությունների տպագրությունները։ Հաղորդագրությունների սկրինշոթերը, որոնցում Անին գրում էր մորը ուշ երեկոներին, երբ ամուսինը քնում էր։ Նա գրում էր, որ վախենում է, որ ուզում է հեռանալ, բայց տեղ չկա, որ նա վերցրել է բոլոր գումարները եւ փաստաթղթերը, որ սպառնում է խլել Նարեկին, եթե նա փորձի փախչել, որ ամեն օր ասում է նրան, թե ինչ անարժեք եւ անօգուտ է, եւ որ առանց իրեն նա կմեռնի ցանկապատի տակ։
Հետո եկան ձայնային հաղորդագրությունների տպագրությունները, տեքստով վերծանված։ Անին լաց էր լինում այդ հաղորդագրություններում, խեղդվելով խոսքերով։ Նա ասում էր, որ այլևս չի կարողանում, որ ուզում է մեռնել, որ եթե Նարեկը չլիներ, վաղուց կգտներ ճանապարհը։ Եվ ամեն անգամ առավոտյան նոր հաղորդագրություն էր ուղարկում, խնդրելով ջնջել նախորդը եւ մոռանալ։ Ասում էր, որ չափից դուրս է գնացել, որ իրականում ամեն ինչ լավ է, որ Տիգրանը սիրում է իրեն իր ձևով եւ ինքն է մեղավոր, երբ նա զայրանում է։ Տիգրանը նայում էր այդ թղթերին, եւ նրա դեմքը ավելի եւ ավելի գունատվում էր յուրաքանչյուր փաստաթղթով։ Նա այլևս չէր գոռում եւ չէր սպառնում։ Նա լուր կանգնած էր, եւ միայն շուրթերը շարժվում էին առանց ձայնի, կարծես փորձում էր ինչ-որ բան ասել, բայց չէր գտնում խոսքեր։ Վստահությունը գոլորշիացել էր նրա աչքերից, թողնելով միայն վախը։ Մերկ, կենդանական վախ, մարդու, ով հասկացել էր, որ իր աշխարհը փլուզվում է։ Հասմիկը հանեց վերջին փաստաթուղթը, Անիի բանկային հաշվի քաղվածքը, ստացված ոչ պաշտոնական ճանապարհով, բայց դրանից ոչ պակաս խոսուն։ Այդ հաշվին երբեմն պառկած էին գումարներ, որոնք Անին կուտակել էր ուսանողական տարիներից։ Փոքր գումար, բայց բավարար բնակարան վարձելու եւ մի քանի ամիս ապրելու համար աշխատանք փնտրելիս։ 2 տարի առաջ Տիգրանը համոզել էր նրան ամեն ինչ փոխանցել իր հաշվին, հարմարության համար, ինչպես ասել էր, իսկ 1 ամիս հետո ամբողջությամբ փակել էր նրա հաշիվը։ Այդ ժամանակվանից Անին չուներ ոչ մի կոպեկ սեփական գումար, միայն այն, ինչ ամուսինը տալիս էր սննդի համար, պահանջելով հաշվետվություն յուրաքանչյուր ծախսված դրամի համար։ Ոստիկանը վերցրեց եւ սկսեց թերթել փաստաթղթերը։ Նրա դեմքը մնաց անշարժ, բայց Հասմիկը տեսավ, թե ինչպես սեղմվեցին նրա այտերի ոսկորները եւ ինչպես սպիտակեցին մատների հոդերը, թղթերը պահող ձեռքին։ Նա նման բան տեսել էր ոչ առաջին անգամ։ Դա ակնհայտ էր, բայց դրանից ավելի հեշտ չէր դառնում։ Եկավ շտապ օգնությունը։ Կապույտ համազգեստով 2 բուժաշխատող մոտեցան խրճիթին եւ օգնեցին Անիին դուրս գալ դրսում։ Նա չէր կարողանում կանգնել։ Ոտքերը թմրել էին երկար ժամանակ մեկ դիրքում նստելուց եւ հրաժարվում էին պահել մարմինը։ Բուժաշխատողները դրեցին նրան կրողի վրա եւ միայն այդ ժամանակ Հասմիկը տեսավ, թե ինչ վիճակում է իր դուստրը։ Միջև ոսկորները նիհարած մարմին, ձեռքերի եւ ոտքերի վրա տարբեր թարմության կապտուկներ, ծնկների եւ արմունկների վրա քերծվածքներ խրճիթի բետոնե հատակից եւ աչքեր, դատարկ մարած աչքեր մարդու, ով վաղուց դադարել էր հույս ունենալ։ Հասմիկը մոտեցավ կրողին եւ բռնեց դստեր ձեռքը։ Անին շրջեց գլուխը եւ նայեց մորը, կարծես առաջին անգամ տեսնելով։ Հետո նրա դեմքը դողաց, շուրթերը խեղաթյուրվեցին եւ նա սկսեց լաց լինել, առանց ձայնի, առանց հեքեկոցի։ Պարզապես արդյունքները հոսում էին կեղտոտ այտերով եւ կաթում սպիտակ սավանի վրա։ Նա լաց էր լինում եւ Հասմիկը լաց էր լինում նրա հետ։ Եվ նրան անտարբոր էր, որ տեսախցիկը նկարում է դա, որ ոստիկանները նայում են, որ Տիգրանը կանգնած է 3 մետր հեռավորության վրա եւ տեսնում է ամեն ինչ։ Տնից դուրս վազեց Նարեկը։ Նա տեսավ մորը կրողի վրա, տեսավ լացող տատիկին, տեսավ հորը ոստիկանների շրջապատում, եւ նրա դեմքը խեղաթյուրվեց սարսափից եւ անհասկանալիությունից։ Նա գոռաց եւ նետվեց դեպի հայրը, ամուր բռնեց նրա շապիկից եւ սկսեց գոռալ. «Հայրիկ, հայրիկ, ինչ է կատարվում»։ Տիգրանը փորձեց գրկել որդուն, բայց ոստիկանն արդեն կողպում էր թևնոցները նրա դաստակներին, եւ Տիգրանը ստիպված եղավ անհարմար անբնական շարժումով կռանալ։ Նա ասում էր Նարեկին, որ ամեն ինչ լավ կլինի, որ հայրիկը շուտով կվերադառնա, որ սա սխալ է եւ շուտով կուղղվի, որ պետք է ուժեղ տղա լինել եւ սպասել։ Նա ասում էր դա կոտրվող ձայնով, եւ արդյունքները արդեն հոսում էին նրա այտերով, եւ նրա ամբողջ ցուցադրական հանգստությունը փլուզվեց փոշու մեջ։ Եվ հետո Հասմիկը տեսավ այն, ինչ չէր սպասում տեսնել։ Նա տեսավ, որ Տիգրանի տաբատը մթնել էր աճուկի հատվածում, խոնավ բիծը տարածվում էր բաց գործվածքի վրա, եւ Տիգրանը կանգնած էր սեփական մեզի լճակում, տեսախցիկի առջև։ Ոստիկանների առջև, որդու առջև։ Նույն մարդը, ով 10 րոպե առաջ ինքնագոհ սուրճ էր խմում եւ ասում էր. «Սա իմ տունն է, ինչ ուզում եմ այն էլ անում եմ»։ Նույն մարդը, ով տարիներ շարունակ նվաստացրել, ծեծել եւ կոտրել էր իր դստերը։ Հիմա նա կանգնած էր խոնավ եւ խղճալի, եւ նրա վստահությունից ոչինչ չէր մնացել։
Ոստիկանները տարան նրան դեպի մեքենան։ Նարեկը ձգտում էր հետևից, գոռում եւ լաց լինում, փորձում էր հասնել հորը։ Բուժաշխատողներից մեկը բռնեց տղային եւ պահեց նրան, ասելով ինչ-որ հանգստացնող բաներ։ Նարեկը դիմադրում էր եւ գոռում, որ բոլորն էլ վատն են եւ ինքը ատում է նրանց բոլորին, որ հայրիկը լավն է եւ նրանք իրավունք չունեն նրան տանելու, որ ինքը բոլորին կպատմի դպրոցում, թե ինչ վատ մայր եւ տատիկ ունի։ Հասմիկը նայում էր թորանը եւ տեսնում էր փոքրիկ աղջիկան, ով ժամանակին ճիշտ նույն կերպ պաշտպանում էր իր հորը։ Անին էլ էր գոռում, որ հայրիկը լավն է։ Անին էլ էր ատում բոլորին, ովքեր փորձում էին քանդել իր ընտանիքը։ Անին մեծացավ եւ գտավ իրեն նման ամուսին, որովհետեւ իրեն թվում էր, որ սերն այդպես պետք է լինի։ Հիմա Նարեկը կրկնում էր նույն ճանապարհը եւ շտապ պետք է ինչ-որ բան անել այս արատավոր շրջանը կոտրելու համար։ Շտապօգնությունը տարավ Անիին հիվանդանոց եւ Հասմիկը հետևեց իր մեքենայով։ Մարիամը մնաց տեղում հարևանների մեկնաբարությունները գրառելու եւ տան ընդհանուր պլանը նկարելու համար։ Նա խոստացավ երեկոյան զանգել եւ պատմել, թե երբ կլինի ռեպորտաժը։ Հասմիկը գլխով արեց եւ նույնիսկ չհիշեց, թե ինչ պատասխանեց։ Գլխում դատարկ եւ զանգակաձայն էր, ինչպես լինում է ուժեղ ցնցումից հետո։ Նա գնում էր շտապ օգնության մեքենայի հետևից եւ մտածում էր Նարեկի մասին։ Տղային տարան խնամակալության աշխատակիցները, ովքեր եկել էին երկրորդ ոստիկանական մեքենայով։ Նա գոռում եւ դիմադրում էր մինչեւ վերջ, եւ վերջինը, ինչ տեսավ Հասմիկը, նրա ատելությամբ խեղաթյուրված դեմքը ծառայողական մեքենայի պատուհանում։ Իր թոռը ատում էր իրեն։ Իր թոռը համարում էր իրեն թշնամի, եւ դա գրեթե նույնքան ցավում էր, որքան դստեր տեսքը շան խրճիթում։ Բայց Հասմիկը գիտեր, որ դա կարելի է ուղղել։ Երեխաները պլաստիկ են եւ արագ հանգստանում են, հատկապես երբ կողքին կան մարդիկ, ովքեր իսկապես սիրում են նրանց։ Նարեկը հիմա չի հասկանում, թե ինչ է պատահել։ Նա պաշտպանում է հորը, որովհետև այդպես են սովորեցրել։ Բայց կանցնի ժամանակը, եւ նա կտեսնի ճշմարտությունը։ Գլխավորը, որ կողքին լինեն նրանք, ովքեր կօգնեն ընդունել այդ ճշմարտությունը։ Հաջորդ 3 օրերը միաձուլվեցին մեկ անվերջ կարմիրի, սպիտակ պատեր, դեղորայքի հոտ եւ անքուն գիշերներ հիվանդանոցի կոշտ աթոռի վրա։ Հիվանդանոցի պալատը հոտ էր գալիս քլորով եւ դեղորայքներով, եւ այդ հոտը հետապնդում էր Հասմիկին արդեն 3-րդ օրն անընդմեջ։ Նա նստած էր կոշտ աթոռի վրա դստերան կողնու մոտ եւ նայում էր, թե ինչպես է կաթիլային համակարգը դանդաղ հաշվում ֆիզիոլոգիական լուծույթի կաթիլները։ Անին քնած էր, եւ սա առաջին նորմալ քունն էր ամբողջ ժամանակահատվածում, որ նրանք այստեղ էին։ Առաջին 2 օրերը նա գրեթե չէր քնում, ցնցվում էր յուրաքանչյուր ձայնից եւ ցատկում էր անկողնուց դրան մոտ ցանկացած տղամարդու տեսնելիս։ Բժիշկները ասում էին, որ սա նորմալ արձագանք է երկարատև տրավմայի նկատմամբ եւ որ ժամանակի ընթացքում ավելի հեշտ կդառնա։ Հասմիկը գլխով էր անում եւ չէր հավատում նրանց, որովհետեւ սեփական փորձից գիտեր, թե որքան երկար կարող է տևել այդ ժամանակի ընթացումը։ Բժշկական եզրակացությունը պառկած էր սեղանիկի վրա, անկողնու կողքին։ Հասմիկը այնքան անգամ էր վերանայել այն, որ անգիր էր սովորել։ Միջին ծանրության աստիճանի ջրազրկում, սպառում, մարմնի եւ վերջույթների վրա տարբեր հնության բազմաթիվ հեմատոմաներ, 2 կողերի կոտրվածքների հետքեր, ծնկների, արմունկների եւ ափերի վրա քերծվածքներ եւ քորոցներ, երկարատև ստրեսի եւ դեպրեսիայի նշաններ։ Խորհուրդ է տրվում հոգեբուժի խորհրդատվություն եւ երկարատև հոգեթերապիա։ Անին բացեց աչքերը եւ մի քանի վայրկյան նայեց առաստաղին, կարծես փորձում էր հիշել, թե որտեղ է գտնվում։ Հետո շրջեց գլուխը եւ տեսավ մորը։ Նրա շուրթերը դողացին ժպիտի նման մի բանի մեջ, թույլ եւ անվստահ։ Բայց սա առաջին ժպիտն էր 3 օրվա ընթացքում։ Հասմիկը ավելի մոտեցավ եւ բռնեց դստեր ձեռքը, փորձելով չդիպչել կաթիլային խողովակին։ Անին խոսեց հանգիստ, խզված ձայնով։ Նա հարցրեց Նարեկի մասին եւ Հասմիկը զգաց, թե ինչպես է սեղմում սիրտը։ Նա գիտեր, որ այս հարցը կհնչի եւ ամենից շատ վախենում էր դրանից։ Նա պատմեց դստերը ճշմարտությունը, որովհետև ստելը իմաստ չուներ։ Նարեկին տարել էր խնամակալությունը եւ տեղավորել էր ժամանակավոր ապաստարանում գործի հանգամանքները պարզելու համար։ Նրա հետ աշխատում են հոգեբաններ եւ սոցիալական աշխատողները։
Նա դեռ չի ուզում տեսնել ոչ մորը, ոչ տատիկին։ Նա դեռ հավատում է, որ հայրիկը լավն է, իսկ իրենք վատերը։ Անին շրջվեց դեպի պատը և երկար լուռ մնաց։ Հասմիկը տեսնում էր, թե ինչպես են դողում նրա ուսերը և հասկանում էր, որ դուստրը լաց է լինում։ Նա չփորձեց մխիթարել, որովհետև գիտեր, որ հիմա ոչ մի խոսք չի օգնի։ Նա պարզապես նստած էր կողքին և բռնում էր Անիի ձեռքը, տալով հասկանալ, որ նա մենակ չէ։ Հետո Անին սկսեց խոսել, սկզբում դանդաղ, դժվարությամբ ընտրելով բառերը, իսկ հետո ավելի ու ավելի արագ, կարծես տարիներ շարունակ զսպված հեղեղը պայթել էր։ Նա պատմում էր, թե ինչպես է ամեն ինչ սկսվել, և Հասմիկը լսում էր, ճանաչելով յուրաքանչյուր բառում իր սեփական պատմությունը։ Տիգրանը հայտնվել էր Անիի կյանքում, երբ նա 27 տարեկան էր։ Ծաղիկներ, ռեստորաններ, հաճոյախոսություններ։ Դու իմ արքայադուստրն ես։ Դասական հեքիաթը, որը շուտով վերածվեց կարմիրի։ Առաջին ազդանշանը հնչեց հարաբերություններից 6 ամիս հետո, երբ Տիգրանը սկանդալ էր կազմակերպել այն բանի համար, որ Անին ուշացել էր աշխատանքից և չէր զգուշացրել իրեն։ Նա գոռում էր, որ նա անհարգալից է վերաբերվում իրեն, որ ինքը անհանգստացել է և մտածել է, թե ինչ-որ բան է պատահել, որ նորմալ կինը միշտ տեղեկացնում է տղամարդուն, թե որտեղ է գտնվում։ Անին ներողություն էր խնդրում և խոստանում էր այլևս այդպես չանել։ Նրան թվում էր, որ նա պարզապես շատ է սիրում իրեն և դրա համար է այդպես անհանգստանում։ Հետո եղան այլ ազդանշաններ։ Տիգրանին դուր չէին գալիս նրա ընկերուհիները, որովհետև վատ են ազդում նրա վրա։ Նրան դուր չէր գալիս նրա աշխատանքը, որովհետև այնտեղ լիքն է տղամարդիկ, ովքեր նայում են նրան։ Նրան դուր չէր գալիս, որ նա շփվում է մոր հետ, որովհետև նա միշտ խառնվում է օտար գործերին։ Անին աստիճանաբար հրաժարվում էր ընկերուհիներից, փոխում էր աշխատանքը, կրճատում էր այցելությունները մոր մոտ։ Նրան թվում էր, որ սրանք խելամիտ փոխզիջումներ են ընտանեկան խաղաղության համար։ Հարսանիքից հետո ավելի վատացավ։ Տիգրանը պնդեց, որ Անին ամբողջությամբ աշխատանքից ազատվի, որովհետև կինը պետք է զբաղվի տանով, այլ ոչ թե վազի գրասենյակներով։ Նա ասաց, որ կտա նրան գումար տնային տնտեսության համար, և դա բավարար կլինի։ Անին համաձայնեց, որովհետև հենց այդ ժամանակ իմացավ, որ հղի է, և մտածում էր, որ այդպես նույնիսկ ավելի լավ է։ Նա կզբաղվի երեխայով, իսկ ամուսինը կապահովի ընտանիքը։ Դասական դերերի բաշխում, ինչպես բոլոր նորմալ մարդկանց մոտ։ Առաջին հարվածը տեղի ունեցավ, երբ Նարեկը 3 ամսական էր։ Անին չհասցրեց ընթրիք պատրաստել, որովհետև երեխան ամբողջ օրը քմահաճ էր և չէր թողնում նրան 1 րոպե անգամ հեռանալ։ Տիգրանը եկավ աշխատանքից քաղցած և զայրացած, տեսավ դատարկ սեղանը և հարվածեց նրա դեմքին, պարզապես այդպես, առանց նախազգուշացման, առանց սկանդալի։ Հարվածեց և ասաց, որ նորմալ կինը միշտ հանդիպում է ամուսնուն տաք ընթրիքով, այլ ոչ թե երեխայի մասին արդարացումներով։ Անին կանգնած էր այրվող այտով և 3-ամսյա որդով ձեռքերում և չէր կարողանում հավատալ կատարվողին։ Իսկ հետո Տիգրանը ներողություն խնդրեց, գնեց ծաղիկներ և ամբողջ երեկոն նուրբ ու հոգատար էր։ Անին համոզեց իրեն, որ սա պատահականություն էր, որ նա պարզապես հոգնել է աշխատանքից, որ այդպես այլևս չի կրկնվի։ Բայց դա կրկնվում էր կրկին ու կրկին, սկզբում մի քանի ամիսը 1, հետո մի քանի շաբաթը 1, հետո գրեթե ամեն օր։ Տիգրանը ծեծում էր նրան այրված ապուրի համար և հեռախոսով չափից ավելի բարձր ծիծաղելու համար, որ սխալ է նայել հարևանին և որ խանութում ուշացել է 10 րոպեով, որ գիշերը Նարեկը լաց էր լինում և խանգարում էր նրան քնել։ Ցանկացած մանրուկի համար, որը կարելի էր մեկնաբանել որպես անհնազանդություն կամ անհարգալից վերաբերմունք։ Անին 2 անգամ փորձել էր հեռանալ։ Առաջին անգամ նա հավաքեց իրերը և գնաց ընկերուհի մոտ, բայց Տիգրանը 1 օր հետո գտավ նրան և այնպիսի տեսարան կազմակերպեց, որ ընկերուհին խնդրեց Անիին հեռանալ և այլևս չներգրավել իրեն ընտանեկան հաշիվներում։ Երկրորդ անգամ Անին հասավ կայարան, Նարեկին ձեռքերում, բայց Տիգրանը հենց հարթակում ընդհատեց նրան և տարավ տուն։ Դրանից հետո նա խլեց նրա անձնագիրը և բոլոր փաստաթղթերը և ասաց, որ հիմա նա ոչ մի տեղ չի գնա։ Հասմիկը լսում էր ամեն ինչ և զգում էր, թե ինչպես է ներսում բարձրանում սև, խեղդող մեղքի ալիք։ Նա գիտեր, որ դստերը վատ է, տեսել էր կապտուկները և լսել արդարացումները, կարդացել էր գիշերային հաղորդագրությունները և պահպանել դրանք, բայց չէր միջամտել։
Սպասել էր, երբ Անին ինքը խնդրի օգնություն։ Վախենում էր ավելի վատացնել։ Եվ մինչ նա սպասում եւ վախենում էր, իր դուստրը վերածվում էր մարդու ստվերի։ Հասմիկը առաջին անգամ խոսեց ամբողջ պատմության ընթացքում։ Նա ասաց, որ հասկանում է Անիին ավելի լավ, քան նա կարծում է։ Ասաց, որ ինքը 18 տարի ապրել է նույն դժոխքում։ Անին շրջվեց դեպի մայրը հայացքով եւ Հասմիկը սկսեց պատմել իր պատմությունը։ Այն պատմությունը, որը թաքցրել էր դստերից ողջ կյանքում։ Նա պատմեց Հովհաննեսի մասին, թե ինչպիսին էր նա հարսանիքից առաջ եւ ինչպիսին դարձավ հետո։ Ծաղիկների եւ հաջողախոսությունների մասին, որոնք փոխարինվեցին ճիչերով եւ հարվածներով։ Ամռանը բարձր վզով սվիտերների եւ մուկ ակնոցների մասին, կապտուկները թաքցնելու համար։ Գիշերների մասին, երբ առանց քնելու պարկած էր եւ մտածում էր, թե ինչպես հեռանալ, բայց չէր կարողանում հորինել ուր։ Թե ինչպես նա նետեց իրեն աստիճաններից, երբ հղի էր անիով, եւ ինչպես հետո մեկ շաբաթ չկարողացավ անկողնուց վեր կենալ։ Թե ինչպես համոզում էր իրեն, որ դիմանում է երեխաների համար, թեև իրականում պարզապես վախենում էր։ Անին լայն բացված աչքերով նայում էր մորը։ Նա ասաց, որ չգիտեր, որ միշտ մտածել է, թե իրենց մոտ նորմալ ընտանիք է եղել, որ հայրիկը երբեմն բարձրացնում էր ձայնը, բայց բոլոր հայրիկները այդպես են անում։ Հասմիկը դառը ժպտաց եւ պատասխանեց, որ հենց դա էր իր նպատակը։ Նա այնքան լավ էր թաքցրել ճշմարտությունը, որ դուստրը մեծացավ ընտանիքում հարաբերությունների աղավաղված պատկերացմամբ։ Եվ Անին, առանց հասկանալու, գտավ իրեն նման ամուսին, հոր պատկերով եւ նմանությամբ։ Նրանք խոսեցին մինչև ուշ գիշեր։ Անին պատմում էր Տիգրանի մասին, իսկ Հասմիկը Հովհաննեսի մասին, եւ նրանց պատմությունները միահյուսվում էին, ինչպես մեկ փտած ծառի երկու ճյուղեր։ Նույն խոսքերը, նույն հնարքերը, նույն մեկուսացումը մերձավորներից եւ նույն աստիճանական ոչնչացումը անձի։ Հասմիկը հասկացավ, որ բռնությունը փոխանցվում է սերնդեսերունդ, ինչպես ժառանգական հիվանդություն, եւ միակ բուժման ճանապարհը խնդիրը ընդունելն ու արատավոր շրջանը կոտրելն է։ Հաջորդ օրը պալատ եկավ խնամակալությունից կինը, Նարեկի մասին նորություններով։ Նա պատմեց, որ տղան անցնում է հետազոտություն մանկական հոգեբանի մոտ, եւ արդյունքները հուսադրող չեն։ Նարեկը ցույց է տալիս ընտանեկան բռնության մեջ մեծացած երեխայի բոլոր նշանները։ Նա ագրեսիվ է, փակված, թիվ վստահում մեծահասակներին եւ շարունակում է իդեալացնել հորը, միաժամանակ մորը մեղադրելով բոլոր խնդիրների համար։ Հոգեբանն ասաց, որ սա տիպիկ պատկեր է եւ որ պահանջվելու է շատ ժամանակ ու աշխատանք երեխային օգնելու համար տեսնել իրականությունը։ Խնամակալությունից կինը ցույց տվեց Անիին նկարը, որը Նարեկը գցել էր դասերից մեկի ժամանակ։ Նկարում պատկերված էր տուն եւ դրա մեջ 4 կերպարներ։ Հայրիկը գծված էր մեծ, կարմիր, հսկայական ձեռքերով, նման բռունցքների։ Մայրիկը փոքր էր, մոխրագույն, սենյակի անկյունում գրեթե աննկատելի պատի ֆոնին։ Տատիկը գծված էր տան սահմաններից դուրս, սև դեմքով եւ եղջյուրներով, իսկ ինքը, Նարեկը, կանգնած էր հոր կողքին, բռնված նրա հագուստի եզրից, բայց ոչ ձեռքից։ Հոգեբանը բացատրեց, որ այս նկարը ցույց է տալիս երեխայի ներքին աշխարհը։ Նա վախենում է հորից, բայց համարում է նրան գլխավոր եւ ճիշտ։ Նա սիրում է մորը, բայց տեսնում է նրան թույլ եւ անօգնական։ Նա չի հասկանում տատիկին եւ համարում է նրան թշնամի, որովհետեւ այդպես էր ասում հայրիկը։ Անին երկար նայեց նկարին եւ լաց եղավ։ Նա ասաց, որ չգիտեր, թե որքան ուժեղ է սա ազդել որդու վրա։ Մտածում էր, որ պաշտպանում է նրան, մնալով Տիգրանի հետ։ Մտածում էր, որ տղային պետք է հայր, նույնիսկ այդպիսին։ Մտածում էր, որ սկանդալներն ու ծեծերը տեղի են ունենում, երբ Նարեկը քնած է կամ խաղում է իր սենյակում, եւ նա ոչինչ չի տեսնում։ Բայց երեխաները ամեն ինչ տեսնում են, երեխաները ամեն ինչ լսում են։ Երեխաները կլանում են տան մթնոլորտը, նույնիսկ եթե չեն հասկանում, թե ինչ է կատարվում։ Հաջորդ օրը եկավ քննիչը եւ մի քանի ժամ անցկացրեց Անիի հետ։ Նա հարցեր էր տալիս, գրառում էր պատասխանները, ցույց էր տալիս Հասմիկի փաստաթղթերից եւ խնդրում էր հաստատել դրանց իսկությունը։ Անին պատասխանում էր միագույն ձայնով, նայելով պատի մեկ կետին։ Նա պատմեց խրճիթի մասին, թե ինչպես է Տիգրանը նստեցրել իրեն այնտեղ 3 օր առաջ։
Այն բանի համար, որ Նարեկը գաղթագողի բերել էր իր մանկական հեռախոսը, եւ նա հասցրել էր մորը 3 հաղորդագրություն ուղարկել, մինչև ամուսինը նկատել էր։ Պատմեց, որ նա ջուր էր տալիս օրական 1 անգամ եւ հացի կտոր, եւ ասում էր, որ նա կնստի այնտեղ, մինչև չսովորի վարվել որպես հնազանդ կին։ Քննիչը հարցրեց, թե ինչու չի գոռացել, չի կանչել օգնություն, չի փորձել ուշադրություն գրավել հարևաններից։ Անին նայեց նրան այն հայացքով, որը Հասմիկը լավ գիտեր, մարդու հայացքով, ում անիմաստ է բացատրելը։ Նա ասաց, որ փորձել է, 1 անգամ, սկզբում։ Տիգրանը այն ժամանակ այնպես էր ծեծել, որ 1 շաբաթ չէր կարողանում քայլել, եւ խոստացել էր, որ եթե էլի բացի բերանը, նույնը կանի Նարեկի հետ։ Դրանից հետո նա այլևս չէր գոռացել։ Քննիչը գլխով արեց եւ նշում արեց տետրակում։ Նա ասաց, որ գործը կհանձնվի դատարան, եւ որ Տիգրանին սպառնում է իրական ժամկետ, մի քանի հոդվածներով՝ առևանգում, ազատությունից անօրինական զրկում, համակարգված ծեծեր։ Ասաց, որ Անիի ցուցումունքները, բժշկական փաստաթղթերը եւ տեղանքի տեսաձայնագրությունը կազմում են բավարար ապացույցների բազա, եւ որ մեղադրյալի փաստաբանը դժվար թե կարողանա ինչ-որ բան հակադրել դրան։ Երբ քննիչը գնաց, Հասմիկը նստեց դստեր կողքին եւ գրկեց նրան։ Նա ասաց, որ ամենասարսափելին արդեն հետևում է, որ հիմա կսկսվի նոր կյանք, որ Նարեկը անպայման կհասկանա եւ ներողություն կխնդրի, երբ մեծանա եւ իր աչքերով տեսնի ճշմարտությունը, որ ինքը Հասմիկը կլինի կողքին այնքան, որքան պետք լինի։ Անին սեղմվեց մորը եւ առաջին անգամ շատ տարիներից հետո զգաց իրեն անվտանգ։ Նա ասաց, որ վախենում է դատարանից, վախենում է հանդիպել Տիգրանին, վախենում է, թե ինչ կասեն մարդիկ։ Հասմիկը գլխով շոյեց նրան, ինչպես մանկության ժամանակ, եւ պատասխանեց, որ վախենալու ոչինչ չկա, որ մարդիկ, ովքեր դատապարտում են զոհին բռնարարի փոխարեն, արժանի չեն ուշադրության, որ դատարանը պարզապես ձևականություն է, որը պետք է հաղթահարել, եւ որ դատարանից հետո կսկսվի իսկական կյանքը, առանց վախի եւ ցավի։ Պատուհանից դուրս մտնում էր։ Հիվանդանոցի միջանցքում լսվում էին բուժքույրերի քայլեր եւ հիվանդների հանգիստ ձայներ։ Հասմիկը մտածում էր, թե որքան երկար ճանապարհ է սպասվում իրենց, բայց առաջին անգամ շատ տարիներից հետո նա հավատում էր, որ այդ ճանապարհը տանում է դեպի լույս, այլ ոչ թե դեպի խավար։ Դատարանի դահլիճը փոքր էր եւ խեղդված, չնայած աշխատող կոնդիցիոներին։ Հասմիկը նստած էր առաջին շարքում դստեր կողքին, եւ այնքան ամուր էր բռնել նրա ձեռքը, որ մատները սպիտակեցին։ Անին ուղիղ առաջին էր նայում պետանորի սեղանին եւ փորձում էր չշրջել գլուխը դեպի մեղադրյալի վանդակը։ Այնտեղ նստած էր Տիգրանը, եւ նույնիսկ առանց նայելու նրան, նա զգում էր նրա հայացքը մեջքին, ծանր, ճնշող, մեղադրող։ Դատավորուհին մտավ դահլիճ, եւ բոլորը կանգնեցին։ Տարիքով կինը հոգնած դեմքով եւ մուգ մազերի մեջ մոխրագույն շերտերով զբաղեցրեց իր տեղը եւ սկսեց կարդալ գործինյութերը։ Հասմիկը լսում էր չոր իրավական ձևակերպումները եւ փորձում էր դրանք համադրել այն բանի հետ, ինչ տեսել է լեջքերով Այգֆորսա Էլիվողը։ Ազատությունից անօրինական զրկում, առողջությանը միջին ծանրության դիտավորյալ վնաս պատճառում, համակարգված ծեծեր։ Յուրաքանչյուր բարի հետևում կանգնած էր իր դուստրը, շանխրճիթում, շղթայով, կեղտոտ գիշերազգեստով եւ դատարկ աչքերով։ Տիգրանի փաստաբանը բարձրացավ եւ սկսեց իր ելույթը։ Նա երիտասարդ տղամարդ էր թանկարժեք կոստյումով, վստահ ժեստերով եւ լավ դրված ձայնով։ Նա խոսում էր իր պաշտպանյալի ծանր մանկության մասին, որ Տիգրանի հայրը խմում էր եւ ծեծում էր մորը, եւ որ տղան մեծացել է բռնության մթնոլորտում։ Նա ասում էր, որ Տիգրանը չգիտեր այլ կերպ, որ ոչ ոք չէր սովորեցրել նրան ընտանիքում ճիշտ վարքագծի մոդելներ։ Նա խնդրում էր դատարանին հաշվի առնել այս հանգամանքները եւ ներողամտություն ցուցաբերել մարդու նկատմամբ, ով ինքը ժամանակին զոհ էր եղել։ Հասմիկը զգաց, թե ինչպես է եռում զայրույթը։ Նա լսել էր այս արդարացումները հարյուրավոր անգամներ տարբեր տարբերակներով։ Ծանր մանկություն, աշխատանքի խնդիրներ, նյարդային ստրես, չափից շատ խմել։ Կինը ինքն էր հրահրել։ Միշտ գտնվում էր պատճառ, թե ինչու է տղամարդը ծեծում կնոջը, եւ այդ պատճառը երբեք չէր լինում հենց տղամարդու մեջ։ Տիգրանը 38 տարեկան էր։ Նա չափահաս մարդ էր, ով գիտակցաբար ընտրում էր ծաղրել կնոջը եւ վախեցնել որդուն։ Ոչ մի մանկություն չի արդարացնում շան խրճիթը եւ շղթան։ Մեղադրողը բարձրացավ հակառակ խոսքի համար։ Նա չոր եւ քիչ խոսող էր, բայց յուրաքանչյուր նախադասությունը ճշգրիտ հարվածում էր նպատակին։ Նա հաշվի առավ տուժողի վիճակի մասին բժշկական եզրակացությունը,
Թվարկեց վերջին 3 տարիների ընթացքում ֆիքսված վնասվածքները, ցույց տվեց տեղանքի լուսանկարները, որոնցից դահլիճում մի քանի մարդ շրջվեց։ Նա ասաց, որ ծանր մանկությունը հանցագործության լիցենզիա չէ եւ որ շատ մարդիկ, ովքեր ընտանիքում բռնություն են ապրել, ինքներս բռնարար չեն դառնում։ Սա ընտրություն է, եւ Տիգրանը գիտակցաբար էր կատարել իր ընտրությունը։ Տիգրանը նստած էր վանդակում եւ լաց էր լինում։ Արցունքները հոսում էին նրա այտերով։ Նա սրբում էր դրանք բանտային հագուստի թևով եւ այնքան բարձր էր հեկեկում, որ դատավորուհին մի քանի անգամ խնդրեց նրան հանգստանալ։ Նա ընդհանրապես չէր նմանվում այն վստահ տղամարդուն, ով կանգնած էր պատշգամբում սուրճի բաժակով եւ կնոջը անվանում էր շուն։ Հիմա նա թվում էր խղճալի, ջախջախված, կորած։ Հասմիկը նայում էր նրան եւ ոչինչ չէր զգում, բացի սառը գոհունակությունից։ Թող լաց լինի, Անին տարիներ շարունակ լաց էր լինում եւ ոչ ոք չէր տեսնում նրա արդյունքները։ Դատավորուհին խոսք տվեց տուժողին։ Անին բարձրացավ տեղից եւ Հասմիկը զգաց, թե ինչպես է դողում նրա ձեռքը։ Դուստրը կանգնած էր դահլիճի առջև, գունատ եւ նիհար, պարզ մոխրագույն զդեստով, որը Հասմիկը գնել էր նրան դատարանի համար։ Նա մի քանի վայրկյան լուռ մնաց, ուժեր հավաքելով, հետո խոսեց հանգիստ, բայց ամուր ձայնով։ Նա ասաց, որ չի ուզում վրեժք, չի ուզում, որ Տիգրանը տառապի այնպես, ինչպես ինքը տառապել է։ Պարզապես ուզում է, որ նա այլևս երբեք չկարողանա դա անել ոչ իր հետ, ոչ ուրիշի հետ։ Ասաց, որ տարիներ շարունակ հավատացել է նրա խոստումներին, փոխվելու մասին, եւ տարիներ շարունակ մեղադրել է իրեն, որ չի կարողանում լինել բավարար լավ կին։ Ասաց, որ հիմա հասկանում է, որ գործը ոչ թե իր մեջ է եղել, որ ոչ մի կին չի արժանի այն բանի, ինչի միջով անցել է ինքը, եւ որ միակ բանը, որի մասին ափսոսում է, որ ավելի վաղ չի հեռացել։ Տիգրանը ձայն հանեց վանդակից։ Նա ներողություն էր խնդրում, երդում էր տալիս, որ կփոխվի։ Խոստանում էր գնալ հոգեբանի մոտ եւ աշխատել իր վրա։ Ասում էր, որ սիրում է Անիին եւ Նարեկին, որ ընտանիքը իր կյանքի գլխավորն է, որ պատրաստ է ամեն ինչի երկրորդ շանսի համար։ Նրա ձայնը կոտրվում էր, խոսքերը խառնվում էին, արդյունքները խեղդում էին նրան։ Դատավորուհին խնդրեց նրան լռել, բայց նա շարունակում էր խոսել, մինչև կոնվոյը դրեց ձեռքը նրա ուսին։ Անին նայում էր նախկին ամուսնուն, կարծես նա ապակելին էր։ Նա չպատասխանեց նրա աղաչանքներին, գլխով չարեց, չթափահարեց գլուխը, պարզապես շրջվեց եւ նստեց հետ մոր կողքին։ Այնտեղ ցանկապատի հետևում այլևս չկար մարդը, ում նա ժամանակին սիրել էր։ Այնտեղ դատարկ տեղ էր, որը չարժեր նրա ուշադրությանը։ Դատավորուհին հեռացավ դատավճիռ կայացնելու համար։ Դահլիճը մռնչաց հանգիստ ձայներով։ Մարդիկ խոսում էին, լրագրողները ստուգում էին իրենց գրառումները։ Մարիամը նստած էր հետին շարքում եւ նշումներ էր անում տետրակում։ Նրա ռեպորտաժը գործի մասին եթեր էր դուրս եկել մեկ շաբաթ առաջ եւ հավաքել էր դիտումների ռեկորդային քանակ։ Անիի պատմությունը շրջանառվեց ամբողջ քաղաքում եւ տասնյակ կանայք զանգահարեցին ընտանեկան բռնության զոհերին օգնելու տակից դրա ցուցադրությունից հետո։ Դատավորուհին վերադարձավ 40 րոպե հետո։ Դահլիճը լռեց եւ լռության մեջ նրա ձայնը հնչեց հատկապես բարձր ու հստակ։ 3 տարի ազատազրկում ընդհանուր ռեժիմի գահութում։ Հասմիկը լսեց, թե ինչպես է Տիգրանը իր թիկունքում հնչեցրեց ինչ-որ ձայն, վիրավորված կենդանու ոռնոցի նման։ Նա չշրջվեց։ Նայում էր դստերը, ով նստած էր ուղիղ մեջքով եւ չոր աչքերով, եւ առաջին անգամ շատ ամիսների ընթացքում թվում էր հանգիստ։ Դատարանից հետո նրանք դուրս եկան փողոց եւ Անին կանգ առավ շենքի աստիճաններին, դեմքը դեպի օգոստոսյան արևը դարձրած։ Նա ասաց, որ չէր մտածում, որ սա երբևէ կավարտվի, որ եղել են օրեր, երբ համոզված էր, որ կմեռնի այդ տանը, եւ ոչ ոք երբեք չի իմանա ճշմարտությունը, որ ամեն առավոտ արթնանում էր մտքով, ինչպես գոյատևել եւս մեկ օր, եւ քնում էր հույսով չարթնանալու։ Իսկ հիմա ամեն ինչ ավարտվել է, եւ նա չգիտեր, թե ինչ անել այս ազատության հետ։ Հասմիկը գրկեց դստերը եւ ասաց, որ ազատությունը ոչ թե այն է, ինչ անում են, այլ այն, ինչ զգում են։ Եվ որ ժամանակի ընթացքում Անին կսովորի նորից զգալ այն, ինչպես քայլել սովորել երկար հիվանդությունից հետո, քայլ առ քայլ, օր առ օր, առանց շտապելու եւ առանց վախի։ Անցավ 6 ամիս։ Անին ապրում էր մոր մոտ գյուղում, այն նույն սենյակում, որտեղ մեծացել էր ժամանակին։ Նա աշխատանքի անցավ հեռավար հաշվապահ փոքր ֆերմայում, որը գտել էր նախկին գործընկերների միջոցով։
Աշխատավարձը փոքր էր, բայց դրանք իր սեփական գումարներն էին, վաստակած իր սեփական աշխատանքով։ Նա բացեց բանկային հաշիվ իր անունով և ամեն ամիս մի մասը կուտակում էր ապագայի համար։ Այդպիսի պարզ գործողություն, բայց ամեն անգամ, երբ նայում էր աչող գումարին, նա մի փոքր ավելի ուժեղ էր զգում իրեն։ Նարեկը վերադարձավ մոր մոտ։ Խնամակալությունը երկար ժամանակ որոշում էր հարցը։ Հոգեբանները գրում էին եզրակացություններ, սոցիալական աշխատողները ստուգումներ էին անցկացնում։ Տղան եկավ գյուղ, խոժորված և զգոն, նայում էր հոնքերի տակից և պատասխանում էր մեկ բառով։ Առաջին շաբաթները դժվար էին։ Նա կծու պատասխաններ էր տալիս մորը, հրաժարվում էր խոսել տատիկի հետ և ամեն երեկո լաց էր լինում բարձի մեջ, մտածելով, որ ոչ ոք չի լսում։ Հոգեբանը, որի հետ աշխատում էր Նարեկը, զգուշացրել էր, որ գործընթացը երկար կտևի։ Նա բացատրում էր, որ տղան ծանր տրավմա է ապրել և որ իր ուղեղը պաշտպանվում է միակ հայտնի եղանակով։ Իդեալացնելով հորը, նա պահպանում է աշխարհի պատկերը, որում մեծացել է։ Ընդունել, որ հայրիկը վատ էր, նշանակում է ընդունել, որ ամեն ինչ, ինչին հավատացել է, սուտ էր։ Երեխաները պատրաստ չեն նման գիտակցմանը, և նրանց ժամանակ է պետք նոր աշխարհի պատկեր կառուցելու համար։ Հասմիկը շատ ժամանակ էր անցկացնում Թորան հետ։ Նա չէր փորձում համոզել նրան կամ բացատրել, թե հայրը ինչ էր արել սխալ։ Նա պարզապես կողքին էր, սովորեցնում էր նրան փորել և լոլիկ տնկել։ Կարդում էր գրքեր քնելուց առաջ, ինչպես անում էր ժամանակին իր մոր հետ։ Թխում էր խնձորով կարկանդակներ և թույլ էր տալիս ուտել այնքան, որքան տեղավորվում էր։ Նա ցույց էր տալիս նրան, թե ինչ է նորմալ կյանքը, առանց ճիչերի և վախի, առանց պատժերի և նվաստացումների։ Եվ աստիճանաբար, շատ դանդաղ, Նարեկը սկսեց հալվել։ Մի երեկո նա եկավ խոհանոց, որտեղ Անին ամաններ էր լվանում, և կանգնեց կողքին լուր։ Նա չշրջվեց, տալով նրան ժամանակ։ Հետո նա հանգիստ, գրեթե շշնջալով ասաց, որ երազում հայրիկին էր տեսել։ Որ երազում հայրիկը գոռում էր մայրիկի վրա և ծեծում էր նրան, իսկ Նարեկը կանգնած էր կողքին և չէր կարողանում շարժվել։ Ասաց, որ արթնացել է և վախեցել, որ դա ճիշտ է, իսկ հետո հիշել է, որ հայրիկը հեռու է և երբեք չի գա այստեղ։ Անին անջատեց ջուրը և շրջվեց որդու կողմը։ Նա իջավ գրացած դիրքի, որպիսի աչքերը մեկ մակարդակի վրա լինեն, և ասաց, որ այլևս պետք չէ վախենալ, որ ինքը կողքին է և ոչ ոքի չի թույլ տա վիրավորել նրան, որ վատ երազները պարզապես երազներ են և դրանք կանցնեն ժամանակի ընթացքում։ Նարեկը մի քանի վայրկյան նայեց նրան, իսկ հետո հանկարծ նետվեց նրան և գրկեց այնպես ամուր, ինչպես երբեք չէր գրկել։ Նա լաց էր լինում, դեմքը թաքցրած նրա ուսին, և ասում էր. «Մամ, ներողություն, կրկին ու կրկին»։ Անին գլխով շոյում էր նրան և լաց էր լինում նրա հետ, զգալով, թե ինչպես է ինչ-որ ծանր ու մութ բան բաց թողնում իր սիրտը։ Հասմիկը կանգնած էր խոհանոցի դռան մոտ և նայում էր դստերին և Թորաննը։ Արցունքները հոսում էին նրա կնճռոտ այտերով, բայց նա ժպտում էր։ Նա հիշում էր իրեն 30 տարի առաջ, երիտասարդ կնոջը փոքրիկ դստեր հետ, ով վախենում էր հեռանալ ամուսնուց և մնացել էր նրա համար։ Մտածում էր, որ ճիշտ է անում, մտածում էր, որ պաշտպանում է դստերին, իսկ իրականում ցույց էր տալիս նրան, որ բռնությունը նորմա է, և նա մեծացավ ու կրկնեց իր ճանապարհը։ Բայց հիմա ամեն ինչ այլ էր։ Հիմա Անին դուրս էր եկել այդ շրջանից։ Հիմա Նարեկը սովորում էր ապրել այլ կերպ։ Հիմա նրանք ունեին շանս սկսել զրոյից և կառուցել կյանք առանց վախի։ Հասմիկը չգիտեր կստացվի արդյոք, չգիտեր, թե ինչ դժվարություններ են սպասվում առջևում, բայց մեկ բան գիտեր. կլինի կողքին մինչև վերջ, և ոչ մի տղամարդ այլևս ձեռք չի բարձրացնի իր ընտանիքի վրա։ Մեկ շաբաթ հետո Անին ցույց տվեց մորը բնակարանի փաստաթղթերը։ Փոքր մեկ սենյականոց բնակարան սոցիալական տանը, ընտանեկան բռնության զոհերի համար։ Ծրագիր, որի մասին Անին իմացել էր հոգեբանից և դիմել էր դեռ հիվանդանոցից։ Հաստատումը արագ եկավ, և հիմա նա ուներ իր անկյունը, ոչ վարձակալական, ոչ օտար, այլ իր սեփականը, գրված իր անունով։ Նա ցույց էր տալիս բնակարանի լուսանկարները և ասում, որ սա իր առաջին սեփական բնակարանն է ողջ կյանքում։ Սկզբում ապրել է ծնողների հետ, հետո վարձակալել է սենյակ, հետո տեղափոխվել է Տիգրանի տունը։ Նա երբեք չի ունեցել տեղ, որը պատկաներ միայն իրեն։
Տեղ, որտեղից ոչ ոք չի կարող հանել կամ դուրս հանել նրան։ Տեղ, որտեղ ինքն է որոշում, թե ինչ վարագույրներ կախել եւ ինչ գույնով ներկել պատերը։ Հասմիկը նայում էր աղջիկան եւ տեսնում էր նրա աչքերում ինչ-որ նոր բան։ Ոչ այն մարած դատարկ հայացքը, որը հետապնդում էր նրան, ոչ այն վախեցած հետապնդված հայացքը, որը տեսել էր հիվանդանոցում։ Սա մարդու հայացք էր, ով սկսել էր նորից ապրել։ Զգուշորեն, անվստահ, բայց ապրել։ Նրանք նստած էին գյուղի տան պատշգամբում, թեյ էին խմում եւ նայում էին մայրամուտին։ Նարեկը խաղում էր բակում, գնդակը հետապնդելով եւ ինչ-որ բան գոռալով ֆուտբոլի մասին։ Սովորական տաք երեկո, ինչպես հարյուրավորներն են լինում, բայց նրանց երեքի համար այս երեկոն հատուկ էր։ Սա այն երեկոն էր, երբ նրանք վերջապես զգացին իրենց ընտանիք, իսկական ընտանիք, առանց վախի եւ ցավի, առանց ճիչերի եւ հարվածների։ Ընտանիք, որը անցել է դժոխքով եւ դուրս եկել մյուս կողմ։ Անին նայեց մորը եւ ասաց, որ ուզում է ինչ-որ բան հարցնել։ Հարցրեց, թե ինչպես է Հասմիկը գտել իր մեջ ուժերը այդ օրը գալու, ինչպես է որոշել ցատկել ցանկապատի վրայով եւ մարտահրավեր նետել մարդուն, ով կրկնակի երիտասարդ եւ 4 անգամ ուժեղ էր։ Ինչպես չվախեցավ եւ հետ չքաշվեց, երբ Տիգրանը սպառնում եւ ծաղրում էր։ Հասմիկը մտածեց եւ պատասխանեց, որ չգիտի, որ այդ պահին ընդհանրապես իր մասին չէր մտածում։ Մտածում էր միայն դստեր մասին, շան խրճիթում եւ Թորան մասին, ով պաշտպանում էր իր չարչարողին։ Մտածում էր, որ 30 տարի առաջ ինքը բավարար քաջություն չուներ հեռանալու եւ որ հիմա չունի իրավունք վախենալու։ Մտածում էր, որ եթե ոչ ինքը, ապա ոչ ոք։ Եվ դա բավարար եղավ։ Անին գլխով արեց եւ հանգիստ ասաց, որ մի օր ուզում է նույնքան ուժեղ դառնալ։ Հասմիկը ժպտաց եւ պատասխանեց, որ դուստրը արդեն ավելի ուժեղ է, քան կարծում է։ Նա գոյատևել է, դուրս եկել է, սկսել է նորից։ Դրա համար ուժ է պետք, որը շատ մարդիկ երբեք չեն գտնում իրենց մեջ։ Արևը մայր մտավ հորիզոնի հետևում եւ երկինքը ներկվեց մուգ կապույտ երանգներով։ Նարեկը վազեց պատշգամբապ, շնչահեղձ, երջանիկ եւ հարցրեց. կարող է էլ խաղալ։ Անին նայնեց որդուն, նրա կարմրած դեմքին եւ փայլող աչքերին եւ ասաց, որ այո, իհարկե, էլի 10 րոպե։ Տղան ուրախ գոռաց եւ վազեց հետբակ։ Անին նայում էր նրան հետևից եւ շպտում էր. Սպիերը կմնան հավերժ։ Հասմիկը դա գիտեր ավելի լավ, քան որևէ մեկը։ Բայց կյանքը շարունակվում է։ Եվ այս նոր կյանքում տեղ կա ժպիտների համար, արևոտ մայրամուտների համար, երեխայի ծիծաղի համար բակում։ Այս նոր կյանքում տեղ չկա վախի համար։ Եվ սա թերևս ամենակարևորն է, ինչ նրանք բոլորը սովորել են։ Հարգելի ընկերներ, շատ շնորհակալ եմ, որ լսեցիք այս պատմությունը մինչև վերջ։ Եթե այս պատմությունը ձեր սրտին կպավ, խնդրում եմ դրեք լայք եւ բաժանորդագրվեք ալիքին նոր պատմությունները չկորցնելու համար։ Սեղմեք զանգակի վրա եւ այդ դեպքում անպայման կտեսնեք ծանուցումները, երբ դուրս կգա հաջորդ տեսանյութը։ Ձեր աջակցությունը օգնում է այս ալիքին աճել եւ պատմել այնպիսի պատմություններ, որոնք փոխում են կյանքերը։ Իսկ հիմա ուզում եմ հարցնել ձեզ. ինչպես եք կարծում, ճիշտ արեց Հասմիկը, որ 3 տարի ապացույցներ էր հավաքում եւ սպասում էր, այլ ոչ թե ավելի շուտ չմիջամտեց։ Գուցե պետք էր գործել անմիջապես, հենց առաջին կապտուկները տեսնելիս։ Թե նա ամեն ինչ ճիշտ արեց, որովհետև առանց ապացույցների ոչ ոք չէր հավատա իրեն։ Գրեք մեկնաբանություններում, ինձ շատ կարևոր է իմանալ ձեր կարծիքը։ Կհանդիպենք հաջորդ պատմություններում։ Խնամեք ինքներդ ձեզ եւ ձեր մերձավորներին։